Այո, մենք ունենք ինքնության ճգնաժամ, եւ այդ ինքնության ճգնաժամը բացի նրանից, որ ամբողջ աշխարհում մեկ բոլոր ազգերի մոտ բոլոր ժամանակներում ինքնության հարցերը միշտ բարձրանում են։ Մեր տարբերությունը նա է, որ այսօր մեր ինքնության ճգնաժամը արհեստականորեն իշխանությունների կողմից մեր թշնամիների կողմից թելադրանքով կատարվում է։ Ինչ եմ ուզում ասեմ, սա ավելի կոնկրետ ասենք, փաստորեն Էրդողանն ու Ալիևը Փաշազադեն էլ հետ միասին պարտադրում են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այնպիսի արհեստական խնդիրներ ստեղծել հայերի մեջ, հայ ազգի մեջ, եւ ոչ թե միայն Հայաստան, սա ամբողջ հայ ազգի մասին է խոսքը, որպեսզի մենք ունենանք ինքնության խնդիր, որպեսզի մենք մեզ սկսենք հարցականի տակ դնել, դա ճիշտ ենք անում, 1700 տարի մենք քրիստոնյա էինք, դա ճիշտ է, կարող քրիստոնյա չլինենք, մուսուլման լինենք, ավելի լավ էր։ Հիմա ինչ ա եղել, ինչքանով են վատ, ասենք թե մեր հարևան մուսուլման երկրների ժողովուրդները, ինչու մենք դիմադրեցինք, ինչ Վարդանանց, արժեր դա, բարոյական հաղթանակ տարանք, բայց պատերազմի դաշտում կորուստ ունեցանք, այդ բարոյական հաղթանակը սուտ բան է, ինչ Արարատ, հեն Արագածը կա, ինչ Մեսրոպ Մաշտոց գրքերի մեջ, ինչ Մեսրոպ Մաշտոց, QR կոդը դիր կտեսնես, սրանք եկեղեցին իհարկե գանք, այս եկեղեցին ընկել հիմա մի քանի հոգևորականների բարոյական կերպարը մեջտեղ հանելու կամ ստեղծելու կամ ցեղ շպրտելու, ինչպես ուզում եք նայեք, սա ամբողջ դնում եմ այդ արհեստական ինքնության հարցը խարխլելու հային թուրքերը շատ լավ հասկացել են իմիջայլոց մեր թշնամիները մեզ ավելի լավ գիտեն, հաստատ մենք նրանք շատ լավ գիտեն, որ Հայաստանը կարող է պետականություն չունենալ, բայց եկեղեցին այդ ազգին, այդ ժողովրդին կպայի մեկ բռունցքի մեջ այսպես ասած եւ կպատրաստի դիմադրականություն կամ ինչպես իրանք են ասում ռևանշի այսօր Թուրքի եւ թուրք ասելով մենք հասկանանք Թուրքիա եւ Ադրբեջան միասին այսօր նրանց միայնակ վախը նա է որ հանգարց հայերը ռևանշի չդիմեն որտեւ իրանք շատ լավ գիտեն որ հայը որ կատաղեց ռևանշ թուրք ադրբեջանցի բոլորին կսրբի կտանի իրանց վախը սա է եւ իրանք հասկանում են որ ամեն ինչ քանդել են պետականությունը արդեն քանդել են Հայաստանի մնացել է միայն եկեղեցին որ կարող է գոնե պատմականորեն եթե մենք հետ գնանք նայենք եկեղեցին կարող է հայ ժողովրդին համախմբվել եւ այսպես ասած այդ ռևանշը կազմակերպել եւ սա հարցումներն են նույնպես այն մի քանի հարցումներ որ արեցին Հայաստանում եկեղեցին ուներ 70% հավանություն Նիկոլ Փաշինյանը իր իշխանությամբ ուներ 10-12%. Երբ որ մարդկանց ես այդ հարցի պատասխանը տալիս եմ ասում են հա գիտես ճիշտ ես ինչն է այստեղ ճիշտի հարցը Առաջի օրվանից երբ որ կաթողիկոսը ընտրվեց հենց առաջի օրվանից մենք հիշում ենք ինչ օր էր դա չէ հոկտեմբեր 27 Վազգեն Սարգսյանի 20 միլիոնը թե չեմ ինչը փողերը այն ժամանակվանից խոսքը գնում էր որ կին ունի երեխա ունի որ ինքը լավը չէ եւ այլն Լուիս Սիմոնի առնչությունը եւ այլն այս բոլոր պատմությունները Գոնե այն հայը որ մի քիչ հետաքրքրված է լսել է դու չէի կարող չլսել դե դա որովհետեւ պայթյուն եղավ հենց հոկտեմբերի 27-ին 1999 թվականի այդ օրը մենք ոչ միայն խորհրդարանի ֆիզիկական պայթյուն եղավ իսկապես եւ ֆիզիկական եղավ եւ մենք բոլորս շոկի մեջ էինք որովհետեւ հենց այդ օրը մենք փոքր ազգ ենք մեր մոտ բիսեդկաներում Են փշացած հեռախոսները շատ արագ են աշխատում եւ ինֆորմացիան Հայաստանում շատ արագ է տարածվում ես սովետական ժամանակներից ծնունդի մարդ եմ եղել 59 թվականից ծնունդ եմ ու այն ցենզուրայի տակ մտած պետականությունը որտեղ ոչ մի
գողության մասին, մարդասպանության մասին կամ այլանդակության մասին չէր կարդա թերթերում, սովետական Հայաստանի թերթում չէր գրվում, բայց ժողովուրդը բոլորը գիտեր, որ Պողոսը Պետրոսի հետ ինչ են արել եւ այլն եւ ուզում ասեմ, որ մեր մոտ ինֆորմացիայի պակասը մեր բեսեդկաները եղել են ինֆորմացիոն կենտրոններ եւ ցանցային աշխատել է այդպես հետքայից Ուզում եք ասեք այն ինչ որ այսօր խոսվում է մենք 99 թվականից դեռևս գիտեինք եւ լսել էինք եւ Նիկոլ Փաշինյանն էլ գիտեր եւ լսել էր բայց եկեք չմոռանանք որ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ հետ միասին չմամ տիկինն է համարվում թե չէ այն Պրարեխով շորով կարե որ դա կապ չունի բայց բայց այս շորով գրասել էր կաթողիկոսին էին ամուսնացած չեն չէ բայց ես ուզում եմ կերպարը պատկերը նկարագրեմ այդ ճեղքվածքով երկար շորը ոտքերին գցած կաթողիկոսի դեմը նստած մի հատ այդ պատկերը դուք պատկերացրեք ուրեմն ինչ մեսեջ է դա ասում թե ասում է կաթողիկոս դու կին ունես երեխա ունես ասել իմ կինն է Եվ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ չէր իմանում կին եւ երեխայի մասին դա այդքան մեծ խնդիր էր մեր ինքնության պետականության հետ կապված ոչ իհարկե ոչ եւ ինքը շատ լավ գիտեր եւ ինքը երբ որ կաթողիկոսի հետ միասին հանդիպում էր եւ ձեռքներ համբյուրում կամ չէր համբյուրում կարեւոր չէ դա այն ժամանակ գիտեր հետեւաբար երբ որ դու դրա մասին մինիմում 7 տարի առաջ գիտեիր քո իշխանության օրոք եւ դու դրա մասին ոչ մի բան չասեցիր հարց է ցակում ես չեմ մեկնաբանություն հարց եմ տալ թե ինչու հիմա ինչ փոխվեց հիմա պատասխանը ինքնությունը արհեստականորեն քայքայելու հարց է դրված իսկ ինքնությունը քայքայելու համար դու իրավական դաշտում չես կարող գործել դու պետք է բարոյական դաշտում որովհետև ինքնությունը բարոյականի վրա է բարոյականն է ազդում ինքնությանը ոչ իրավականը հետեւաբար եթե նա Գարեգին բի նկատմամբ քրեական գործ բացեր որ եկեղեցու կամ ժողովրդի փողերը հապշտակել է շվեյցարական բանկում է պահում Ես դա կհասկանայի, որպես պետության մոտեցում, որտեվ այսպես կամ այնպես եկեղեցին ճիշտ է, անկախ է պետք է ճնշում չունենա, բայց հարցեր կան, որ պետությունը պետք է վերահսկի։ Եվ եթե Գարեգին բն այդ ժողովրդի հավաքած փողերը աջ գրբանից ձախ գրբան է դնում, հետո այդ անում է շվեյցարական բանկ է դնում, ես կպահանջեի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կամ Պողոս Պողոսյանի իշխանությունները քրեական գործ բացեն եւ ոչ թե ցեղ շպրտեն մեղավոր ճանաչեն դեռ մարդը անմեղ է մինչեւ ապացուցված է որ մեղավոր չէ հավաքեք գործը ունեցեք 100%-անոց փաստված հանցագործություն դիմեք դատախազություն եւ գործը տարեք դատարան բայց իրենք դա չեն անում իրենք հասկանում են որ դա չեն կարող անել որովհետեւ չունեն այդ փաստերը Հիմա որ փաստը ունենալ չունենալը կապ չունի դեպք եղել է թե չի եղել այո կարող է պատահի Գարեգին բն Շվեյցարիայի բանկում փող ունի որը իրենը չէ բայց եթե դու դրա փաստը չունես ավելի լավ է բերանդ փակ պայես ոչ թե կեղտոտ բոլշևիկյան մեթոդներով ցեղ շպրտելով ԱԱՑ-ից ուլիկ բաներ տալով ինֆորմացիա փոխանցելով այդպես չեն գործում ժողովրդավարական բաստիոն երկրներում ժողովրդական բաստիոն երկրում ապացույցը բերում ես դնում ես դատարանի առաջ 100%-անց ապացուցում ես հետո էլ նստացում ես բանտ հիմա իրանք դա շարեցին հետեւաբար իրանք ունեին բարոյական հարվածը ասպես ասած որ բաղծված են չեմ անում ինչ են ամուսնացած են երեխա ունեն եւ այլն դա ինձ հետ չի հետաքրքրում եւ մեր ժողովուրդին է պետք է չհետաքրքրի թե Գարեգին բն քանի հատ կին ունի եւ քանի հատ երեխա ունի որ եթե եկեղեցու դեմ չէ սա պետք է արվեր եթե խոսքը Գարեգին բի մասին է 7 տարի առաջ 30 տարի առաջ կարային այս հարցը մեջտեղ բերեին եթե իրանք 30 տարի այդ բարոյական կողմը պաշտոնապես չեն հայտարարում եւ հիմա են սա Պաշտոնապես ամեն առավոտ Նիկոլ Փաշինյանը արտանում է խոսում է կտրիչը երեխա եւ կին ունի
Առաջ ինչ չի ասում։ Այս հարցի պատասխանն է, որ ես տալով ասում եմ, որ այո, պայքարը եկեղեցու դեմ է, որովհետև եթե պայքարը լիներ Գարեգին Բեի դեմ կամ Մույսի դեմ, դա կանեին ժամանակին։ Ինչու այսօր ինչ էր անի Քոջոյանը Բենտլին։ Այդ ինչպես եղավ, որ Բենտլին այսօր Բենտլիով են ճանաչում, ինչպես եղավ այդ Բենտլին, որը իմ կարծիքով ամենաբացական կերպարն է այսօր հայոց եկեղեցում, ես նրանից ավելի վատ կերպար չեմ պատկերացնում, ճիշտ ասած։ Ինչու այդ Բենտլին այսօր անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը եւ կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները, մույս 10-ի հետ միասին։ Հիմա ես վստահ եմ այն 10-ի մեջ մարդիկ կան, որոնց նկատմամբ այնպիսի կոմպրոմատներ ունի ԱԱԾ-ն եւ Նիկոլ Փաշինյանը, եւ չմոռանանք, որ ԱԱԾ-ն այսօր դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը։